Ուրեմն բարև ձեզ, ովքեր ինչ ճանաչում են, ով էլ որ չի ճանաչու կներկայանան, որ ճանաչեն, հասկանան ինչի մասին եմ խոսում, ուղի եմ որդովված խոսում։ Անունս Արսեն Ազգանոց Ղուկասյան, 44 օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի օրեղբայրն եմ։ Ուրեմն ինչի վերաբերյալ եմ ես հիմա ուզում կիսվեմ բոլորի հետ, առավել ևս անհետ կորած զինվորների հարազատներին է խոսքս վերաբերվում, առավել ևս ձեզ։ Ուրեմն այսօրվա գիտեք, Կիրակոսյան Եղիշեն իր ամբողջ թիմով գործից հելել է, սենց ասեմ։ Ու պատճառն է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր այդ հարցերից, Ադրբեջանի դեմ։ Բայց մենք ծնողներ լավ գիտենք, որ ունենք 80 եւ ավել հայցեր ներկայացած մեր անհետ կորած երեխեքի վերաբերյալ։ Հիմա ես իրավաբան չեմ, բայց ինչքան ինձ հասանելի է դառը այդ ինֆորմացիան, ինչ է նշանակում մեր երեխեքին, այսինքն պահանջ էլ չունենք, այս պետությունը մեր երեխեքի պահանջով են հայցերը ներկայացրած, որոնք որ Կիրակոսյան Եղիշենը ներկայացրել, հիմա ինչ Հայաստանի Հանրապետությունը ասում է հետ կանչեք, մեր երեխեքին մեզ չունեն էլ տալու, այդ ոնց է տենց ելնում։ Բա դուք այսքան ժամանակ մեզ ասում էիք մեր երեխեքը Ադրբեջանում են։ Հետո Նիկոլ Փաշինյան կոչեցյալը հելել ծնողներին ասել էր Ադրբեջանի նախագահն ասում է չունեմ, ինչ կա այս գերիներն են, այն մնացածի մասով ոչ մի բան չունեմ։ Անգամ ասել էր երթում է կերը որ չունի։ Բա որ մենք Ադրբեջանում երեխա չունենք, այդ Ադրբեջանը մեզի տալու բան չունի։ Բա ուր են արա մեր երեխեքը այսքան վախտել է։ Ձեր մոտ, որը տեղից ելնում է այս երեխեքի են Անդրանիկ Քոչարյան կոչեցյալ։ Դու սրանից հետո մեր երեխեքի անունը տալուց անցյալով չհամարձակվես չասես։ Դու այդ երեխեքի դիակը տեսել ես, որ այդ երեխին արդեն մասունքով ես հաշվում արա։ Ով իմ երեխուն արա դիակը չտեսած իմ երեխուն կթաղի, իրա տունու տեղը կթաղեմ մեծից փոքր արա։ Չփորձեք արա այդ երեխեքին հələ դիակները չտեսած արդեն թաղեք, կամ ձեզ որտեղից այդ համոզմունքը, որ իրանք արդեն մասունք են։ Այն ալենն ասում եմ գերիլն է մնձի խփեք, այս չլի այդ երեխեքը ձեր մոտ են արա գերիել է խփել եք արդեն։ Դուք ձեր արասների համար պտի պատասխան տաք արա։ Դուք ձեր չափ ու սահմանը սաղ անցել եք։ Ես չեմ խոսում ուրիշ բաների մասին, ինչ չել, ինձ իմ երեխեն ա պետք, արա ծնողներ, հասկացեք, ձեզ հեսա վաղը կֆրանք ասեմ, վաբշե դուք երեխա չեք էլ ունեցե, ինչ եք ումից ուզում, այս մարդիկ հելնում ասում են այդ հարցեր հետ կանչեք, չունենք ընդեից երեխա ուզելու, ձեզ այդ փափուկ բարձը դրել են գլխների տակ, հանեց կանեն կբերենք, ուրից բերեն, որ ուզելու բան չունեն արդեն, ասում են չունենք ուզելու։ Դուք հասկանում եք, դուք ջոգում եք ինչ են ձեզ անում։ 173 հոգի անհետ զինծառայող կա, 21 հոգի քաղաքացիական անձ, 23 հոգի հաստատված գերիները, 80 մարմին եւ մասունք, որը դենը համընկնում ունեն ու հարազատները տարբեր պատճառներով չեն տանում։ Դե այդքանը թելեք իրար հետ արեք միտեղ, ձեր բալեքի, ձեր երեխեքի, ձեր աղբերների համար տերել եք։ Այսքան ժամանակ ոչ մի անգամ իմ եթերների վաղտ, իմ խոսքի վաղտ, ես հայոյանք չեմ հնչեցրել։ Բայց պտի մի հատ ասվի, որ ուշքներդ, գլուխներդ գա ամեն ասածիս համար էլ տերեմ, ով էլ ըզդիս պատասխան կուզի, պատասխանը կտամ, ով իրա բալին, ով իրա ջիգյարին, իրա հալալին, իրա զուլանին կուրանա, ես իրա տունու տեղը քունեմ, ով ըզդիս պատասխան ունի ստանալու տվող եմ։
Խելքներդ գլուխները թավքեք արա։ Այսօր ասում են արդեն չկա իրանցից ուզել։ Բա ումից ուզենք արա, ասեղ էին կորան էդ երեխեքը։ Ինչ արիք էդ երեխեքին գլուխները ոնց կերակ արա։ Ինչ արիք, պատզապչած տարիք ծախիք, այս սրպա պիխսներ։ Հերիք է լավ արա, կերակ կյանքներս արա։ Ներողություն եմ խնդրում հայրաքիս համար, բայց ճիշտ եմ ասում։ Կոպիտա, բայց ճիշտ է։ Ով իրա բալին իրա ազիզին կմոռանա, ես իրեն են սաղուս սատկացը։ Հո դուք դաշտի կով չեք արա։ Հորթին տարան մորթին ուշքներդ գլուխները թավքեք արա։ Մենք երեխա ենք ձեզի տվել պետություն։ Մենք ձեզանից մեր երեխեքին պահանջելու ենք։ Դուք խաղաղություն ես ուզում անես, խաղաղություն արա ում հետ ուզում ես, ինչքան ուզում ես, մենք էլ ենք խաղաղություն ուզում, անես չի, որ մենք կռիվ ենք ուզում, տուր մեր երեխեքին մեզ, մենք էլ խախանդվենք ախպեր, մենք ձեզնից ավել բան չենք ուզում, մեր ուզածը մեր երեխենա, տվեք մեր երեխեքին մեզ, բաժալստը մենք է խախանդվենք, խաղաղություն անենք, բա ոնց, հո մենք դուշման չենք, բայց մեր երեխեքին մեզ տալուց հետո, մեր երեխեքին ոնց ուզում եք բերեք տվեք մեզի։ Այդ Կիրակոսյան Եղիշ, զանգում եմ չես պատասխանում, էփիրով եմ ասում, չփորձես, չհամարձակվես, այդ մեր երեխեքի հայցերը հետ կանչես, չփորձես, կդառնաս մեր համար մյուս Նիկոլը, Նիկոլ դվա կդառնաս, հանգարց չփորձես հետ կանչես, եթե այդ ամեն ինչն է շուտվանից էր արդեն հասունացված, դու պետք է մեզի տեղակ պահեիր, որ սենց իրավիճակ է, որ այսօր սենց ժամերի թեմա է այդում է արդեն, եթե հանգարց Կիրակոսյան Եղիշը հետ կանչեց, իսկ թվում արդեն հետո երրորդ անգամ չի կարա տա ոչ մեկ ուրիշ, կսեն դուք տունտունիկ եք խաղում, արա մի օր տակ, մի օր ուզեք, հասկացաք ինչ է կատարվում ժողովուրդ, վсё, մոռանալու եք ամեն ինչ, եթե մենք այս ամեն ինչին արագ չարձագանքեցիք, դուք մոռացեք, որ իրանք ձեզի ձեր երեխեքին կտան, որտև իրանց մոտ խորին համոզմունք կա, որ այդ երեխեքը չկան, մասունքներ են, որտեղից ձեզ այդ մասունքների համոզմունքը, որ հելնում եք հրապարակային հայտարարություններ եք անում, համոզված եք, որ մասունք են, ուրեմն դուք եք սպանել, հայտարարություն եմ անում, դուք եք սպանել այդ երեխեքին, բա որ համոզված եք այդպես վստահ, որ այդ երեխեքը մասունք են, ուրեմն դուք սպանել եք, բա որտեղից դուք, բա չգիտեք, բա ոնց եք արա դուք դիակ չտեսած երեխուն մեռած համարում, արա այս սուկաներ, ծնողներ ուշքի արեք, սաղովի ուշքի արեք, այսի արդեն անելու բան չի, ժողովուրդ ջան, ծնողներ, ուշքներդ գլուխներդ հավքեք, ավելի վատ չի կարա լինի, հետ կանչեցին, վсё, մոռացեք ամեն ինչը, գնացեք մտածեք մինչև լույս ձեզի ժամանակը